ձեզ տիկին Մարետ։ Բարև ձեզ։ Ձեր պատրաստած հարիշը շատ համեղ է, շնորհակալություն։ Ուրախ եմ, երեխաներ։ Ուրեմն սկսենք նրանից, որ հարիսա բառը ինքը նշանակում է հարիր սա։ Հետո հնում հարիսան պատրաստել են տարբեր եղանակներով, պատրաստել են տավարի մսով, հավի մսով, տոնական օրերին կամ կարելի է այդպես ասել պասի ժամանակ հարիսան պատրաստել են նույնիսկ բանջարով։ Երեխաներ, հարիսան պատրաստելու համար հարկավոր է ձավար, հարկավոր է հավի միս և վերջում ավելացնում ենք կարագ կամ յուղ, ըստ ճաշակի։ Իսկ ձեզ ով օգնեց հարիսան պատրաստելիս։ Հարիսան պատրաստելիս մենք պատրաստել ենք խոհարարներով, ես, տիկին Ամալյան, մասնակցել են տիկին Գայանեն և տիկին Զոյան։ Ինչպես եք պատրաստել այսպեսի համեղ հարիսան։ Երեխաներ ջան, հարիսայի համեղ լինելու գաղտնիքը կապված է նրանից, որ պետք է պատրաստել սիրով։ Եթե սեր ես դնում ամեն ուտեստի մեջ, դա լինում է համեղ։